Կարևորի մասին հաղորդումն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք առողջապահությունից, մասնավորապես անոթային վիրաբուժությունից, սրտաբանությունից, ինչպես նաև կփորձենք ներկայացնել Կապանի բժշկական կենտրոնում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները։ Իսկ իմ հյուրերը անոթային վիրաբույժ Մհեր Մարգարյանն է եւ թոքաբան, սրտաբան Պանկաջ Սինխը։ Բարև ձեզ, շնորհակալ ենք շատ ներավերն ընդունելու, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ, մենք ենք շնորհակալ։ Սկսենք ամենասկզբից, վերջերս նորությունից սկսենք, վերջերս Կապանի բժշկական կենտրոնում լազերային անոթային վիրահատություն տեղի ունեցավ։ Մի փոքր մանրամասնենք, սա առաջին անգամ է արդյոք տեղի ունենում, ինչ փոփոխության շնորհիվ է, որ դուք կարողացաք ձեր մայրաքաղաքային փորձը բերել նաև Կապան։ Սկսենք առաջինին, որ արդեն ոչ եզակի է, արդեն երկրորդ վիրահատությունն էլ է կատարվել։ Մայիսի 16-ին նաև եւս մեկ նորություն ունեցանք, Կապանի բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվեց լիմֆդրենաժ։ Այսօր երկրորդը կատարվեց եւ արդեն Կապանի բժշկական կենտրոնում հասանելի է լինելու ամիսը մեկ անգամ 3 օր տևողությամբ լիմֆդրենաժը եւ դա շարունակական բնույթ է կրելու, ինչպես նաեւ երակային վիրահատությունները լազերային եղանակով, դա ամենաառաջին թար նորություններից է, որ կուզենայինք կիսվել ձեզ հետ։ Եվ միանշանակ կուզենայինք տեղեկացնել ընդհանուր հիվանդանոցի նորություններից կապված լաբորատոր ծառայության հետ, որ մոտավորապես մեկ ամիս առաջ լաբորատոր ծառայությունը ստացել ICO միջազգային սերտիֆիկատը, որը վերաբերվում է բարձր կարգի սպասարկման հետ, եւ կուզենք տեղեկացնել, որ արդեն տեխնիկապես լաբորատորիան նաեւ հիվանդանոցի հագեցված է նոր տեխնիկապես նոր ապարատուրով եւ արդեն մենք կարող ենք վստահ ասել, որ կարելի է ոտք գցել Երևանի լավագույն հիվանդանոցների հետ, արդեն կան ծառայություններ եւ բաժիններ, որոնք չեն զիջում ոչ մի բանով եւ ինչ տեղերում նաեւ առավել են։ Անոթային վիրաբուժության մասով ինչ ծառայություններ կարող եք մատուցել, թեկուզ եւ ամիսը մեկ անգամ տարածաշրջանի բնակիչներին։ Ես կուզեի նշել անոթային ծառայության մասով, որ ոչ միայն ամիսը մեկ անգամ, այլ բացի ինձանից Կապանի բժշկական կենտրոն այցելում է եւս մեկ անոթաբան, որը արդեն օրերով կարելի է ասել ամսվա ընթացքում բավականին հագեցված է Կապանի բժշկական կենտրոնը անոթային ծառայություն մատուցելով եւ շատ դրական ենք նայում դրան, որովհետեւ նաեւ առողջ կոնկուրենցիան բերում է որակի բարձրացմանը իհարկե եւ ժողովուրդը արդեն կարելի է ասել ամսվա մեջ բավականին շատ օրեր կարան օգտվել ծառայությունից։ Եթե վերաբերվում է մեր մատուցած ծառայությանը, արդեն վիրահատական միջամտությունները, որոնք կարելի ասել պարունակում են ծավալային, բայց ոչ որովայնային աորտայի հետ կապված, երակային բոլոր վիրահատությունները լազերային եղանակով, բաց եղանակով, ստորին վերջույթների արդեն տրոմբեկտոմիաներ կամ զարկերակային մասնակի խցանումների բաց վիրահատական միջամտությունով կատարող շունտավորումներ, թե ալու եղանակով, այսինքն պրոթեզավորումով, թե սեփական անոթների միջոցով արդեն հասանելի են եւ այդ ծառայությունները գնալով ընդլայնվելու են, չենք կանգնելու, փորձելու ենք միշտ զարգացնել, գնալ առաջ, ինչպես եւ նշեցի, արդեն 1-2 օր նաեւ միացրեցինք լիմֆդրենաժ հասկացողությունը, որը Երևանի հիվանդանոցների մեծ մասամբ անհասանելի է Երևան քաղաքում։ Սա պայմանավորված է սարքավորումների հագեցվածությամբ, թե սարքավորումները եղել են համապատասխան մասնագետները չեն եղել, որոնք օգտագործեին դա։ Քանի որ համապատասխան մասնագետները ինքներս ենք, սարքավորումներն էլ անձամբ բերում ենք այնտեղից, կարելի ասել եւ այսօր հասանել է եւ մասնագետը եւ սարքավորումը արդեն տեղում Կապանի բժշկական կենտրոնում, որի համար արդեն պետք չէ գնալ, հասնել Երևան եւ ժամանակ եւ ռեսուրս ծախսել, որովհետեւ տվյալ ծառայությունները մատուցում է Կապանի բժշկական կենտրոնում, թե պետպատվերի տեսքով տվյալ ծառայությունը մատուցում է թե ապահովագրությունով եւ թե վճարովի եւ կուզեմ նշել, որ վճարովի դեպքում միշտ երևանյան գներից ամենակիչը 20-30%-ով ավելի մատչելի է, ինչպես եւ նաեւ վիրահատական միջամտություններն։
Բժիշկ Պանկաչ, ձեզ Գորիսի սրտաբանական կենտրոնում են մեր տարածաշրջանի բնակիչները տեսել, այսօր նաև Կապանում են տեսնում, ինչը բերեց ձեզ Կապան, ինչպես եք գնահատում հիվանդանոցի հնարավորությունները ձեր այսպես բժշկական ծառայությունները մատուցելու առումով։ Նախ այդ դրանից սկսենք, հետո արդեն կանցնենք առաջ։ Դե առաջին անգամ չի, որ ես Կապանում եմ։ Համարյա 4 տարի է, որ Գորիսում եմ աշխատում ու այդ ընթացքում ընդհանուր ֆրանս-հայկական հիվանդանոցի հետ եմ եկել, հայ-կանադական հիվանդանոցի հետ ու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ եկել եմ հիվանդ նայելու միշտ էլ Կապան, բայց հիմա արդեն համարյա 6 ամիս է, որ ամեն ամիս մի օր տրամադրում եմ, որ ստեղ ծառայություններ մատուցեմ։ Կապան գալու մասին այդքան եւ ասեմ մեր Կապանի բժշկական կենտրոնի ապարատ, սոնոգրաֆիայի ապարատ բավարար հագեցած է։ Ոչ մի ձևով թերություն չեմ տեսնում, որ ինչ-որ մի բան պակաս կամ ընդդեմ խոհանելով կամ բան։ Ինձ թվում է գնալով հիվանդների քանակ, որ չեն կարող հասնել Գորիս, մեգրից կամ բան, կկարողանան Կապանում ստուգվել։ Այսինքն դուք այստեղ միայն այս պահին դեռևս հետազոտություն եք անում, զոնդավորում, ստենտավորում, նմանատիպ միջամտություններ չեք անում։ Չէ։ Մենակ սրտաբանական կոնսուլտացիա եւ այն հիվանդներ, որ արդեն ստենտավորված են, նորից գալիս են ստուգման կամ ցավի դեպքում կամ բան, այդ հիվանդների մոտենում են ինձ։ Հիմնականում բոլոր ճանաչում են, հենց իմանում են, որ Կապանում եմ, միանգամից Այո։ Հիմա որ տարածված է արդեն, որ ասում են Գորիսի բժշկական կենտրոն, ֆրանս-հայկական, այսպես սրտաբանական կենտրոն, առաջինը ձեզ են մատնանշում, ասում են հանդիկ բժիշկը այնտեղ է տեղում է։ Ես էլ եմ տենց լսել։ Իսկ ծառայությունները հետո դուք այստեղ ախտորոշում եք, բնականաբար արդեն ձեր ավելի նեղ մասնագիտական ծառայություններից որտեղ կարող են օգտվել մասնագետները։ Ուղղորդում եք թե բժիշկը հիվանդը ինչպես կուզի։ Սրտաբանության մեջ ամենաշատը դեպք այդ սրտի ինֆարկտ է։ Սրտի ինֆարկտի ժամանակ ինչքան շուտ միջամտություն արվի, այդքան հավանականություն բարձր է լինում, որ սրտի աշխատանք, սրտի ընդհանուր գծողականություն, ֆրակցիա չտուժվի եւ շուտ վերականգնվի։ Այդ տիպի դեպք մինչև այս 6 ամսվա մեջ իմ ներկայությամբ տենց չի եղել, որ ինֆարկտով հիվանդ մի անգամից լինի իմ աչքերի դիմաց։ Բնականաբար, եթե այդ տիպի դեպք եղավ, ամենամոտիկ կենտրոն, որտեղ կարանք այդ զոնդավորումը, ստենտավորումը արվի, ընդեղ էլ պիտի արվի։ Հասկանալի է։ Այսինքն ընտրության, այսպես ընտրելու բան չկա, էլի, ժամանակը թանկ է այս դեպքում։ Այո, ժամանակ շատ թանկ է ու ամեն մի րոպե կարևոր է։ Դրա համար որտեղ ամենաառաջին այդ միջամտություն կարողանանք մատուցել հիվանդին, այդ ամենաճիշտ մոտեցումը։ Բժիշկ Մարգարյան, մարզային հիվանդանոցները հատկապես երկար տարիներ նեղ մասնագետների կարիք են ունեցել, ավելին ասեմ, այցեր, որպես այդպիսիք, ինչպես որ հիմա կա, չեն եղել եւ բնականաբար սա նաեւ խանգարել է վարկանիշին, ճակերտավոր ասած, ամեն մի փոքրիկ բանի համար մարդիկ ստիպված գնացել են մայրաքաղաք։ Հիմա երբ որ այս շարժը կա, ինչպես է գնահատում այդ շարժը եւ արդյոք գուցե մի օր որոշեք վերադառնալ ծննդավայր եւ այստեղ հիմնական ծառայություններ մատուցել։ Մի փոքր չհամաձայնվեմ ձեր հարցի հետ, որ տարիների ընթացքում չեն եղել մարզային հիվանդանոցներ։ Քիչ են եղել համենայն դեպս։ Այդպես շարժ չի եղել, ինչպես որ հիմա է։ Դա փաստ է ամեն դեպքում իմ կարծիքով, գուցե սուբյեկտիվ է կարծիքս։ Իմ կարծիքը ես կկիսվում եմ ձեզ հետ, շարժ եղել է միշտ, բայց նպատակը ինչ է եղել, մի փոքր դժվարացնում եմ ավելի բաց ասել, միշտ եղել է շարժ, բայց գալիս են բժիշկներ, կատարվում է անվճար խորհրդատվություններ եւ հիվանդին արդեն շարունակական բուժման համար փորձում են ձգտել տանել են կենտրոններ, որտեղ արդեն աշխատում են, հա, կոպիտ ասած դա դառնում է տվյալ բժշկական կենտրոնից տվյալ մարզից հիվանդին տարանել, տեղափոխել իրենց մոտ, որտեղ արդեն կարելի է կատարել վճարովի ծառայություն։ Մեր միտքը, մեր ամբողջ ջանքերը նրանում է, որպեսզի Կապանցին բուժվի Կապանի բժշկական կենտրոնում եւ ոչ միայն Կապացին, այլ արդեն տարածաշրջանը, ամբողջ Սյունիքի մարզը։ Դա կլինի մենք ունենք հիվանդներ Մեղրիից եւ իր գյուղերից, Քաջարանից, Կապանից, Սիսյանից, Գորիսից եւ ամբողջ այդ տարածաշրջանը իր գյուղերով հանդերձ միասին։
նպատակը դա է, որպեսզի եւ ռեսուրսը եւ ամեն ինչը մատուցվի ծառայություն այստեղ։ Այդ դեպքում արդեն եւ հիվանդի համար է մաչելը եւ ծառայություններն են սկսում զարգանալ։ Եվ բժշկական համակարգն է սկսում այդպես զարգանալ։ Դա իմ անձնական կարծիքն է, ինչ ա եղել, ինչ ենք կարողացել որոշակի փոխել։ Գլոբալ այսօր Կապանի բժշկական կենտրոնում շատ բարձր մակարդակով ես ասել եմ մատուցվում է ընդհանուր վիրաբուժության ծառայությունը թե բաց եղանակով, թե լապարոսկոպիկ եղանակով, շատ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի, շատ բարձր օրթոպեդիա կա այստեղ արդեն, որտեղ այստեղ արդեն կատարում են պրոթեզավորումներ եւ ծնկան հոդի եւ կոնքազդրային հոդի կատարումը դիմացնոտային վիրաբուժության բարձր մակարդակով ծառայություններ, եթե ես չեմ սխալվում, ընդամենը 1-2 օր առաջ նաև Կապանի բժշկական կենտրոն մուտք գործեց Կապանի բժշկական կենտրոնի նոր ԿՏ սարքավորումը եւ մեկ շաբաթից արդեն լրիվ ամբողջովին նոր ԿՏ-ն սեփական հիվանդանոցին է պատկանում եւ արդեն այդ ծառայություններ կարող են որպես դիագնոստիկ մատուցել։ Ես դա եմ ուզում ասել, որ նեղ մասնագետների այցից բացի նաև շատ կարևոր է հագեցվածությունը բժշկական կենտրոնի, որ նեղ մասնագետը կարողանա հնարավորինս շատ ծառայություններ մատուցել եւ շատ հաճախ լինում է, որ ձեր ասած տարբերակով գուցեև, որ ուղղորդում են արդեն Երևան, որտեղ այստեղ համապատասխան այսպես սարքավորումները չեն լինում կամ գուցե չենք թաքցնի, որ գուցե բուժառուները լիարժեք չեն վստահում Կապանում կամ տարածաշրջանի մեկ այլ մարզային բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալը եւ մեկնում են Երևան։ Սրա համար կարծում ժամանակ է պետք, որ քաղաքացին սովորի տեղում բուժօգնություն ստանալու։ Ինձ թվում է կհամաձայնեք այս դիտարկման հետ։ Իհարկե կհամաձայնեմ, ես կասեմ 1 տարվա ընթացքում բավականին շատ բան է փոխվել, բայց իհարկե շատ աշխատանք կա կատարելու եւ իհարկե քաղաքացու համար պետք է ժամանակ, որպեսզի վստահի, որպեսզի տեսնեն եւ այդ ամեն ինչը առօրյա կատարվում է։ Առօրյա բժշկական կենտրոնը իր աշխատանքը կատարում է եւ շատ կարեւոր է նաեւ ոչ միայն մեր այցելությունները, արդեն տեղում բժիշկների աշխատանքը, որոնք բավականին արդեն շատ փոփոխություններ կա կատարված եւ շատ բարձր մակարդակով նաեւ կարող են մատուցել իրենց ծառայությունները։ Բժիշկ Պանկաչ, խոսենք սրտաբանությունից մի փոքր։ Մենք հայերս մանավանդ հաստատ դուք դա կփորձեք համեմատել ձեր ժողովրդի հետ, շատ հաճախ դանակը ոսկորին հասած ենք դիմում բժշկի ու արդեն այդտեղ ձեր դասնշած ժամանակը շատ թանկ է դառնում, որ դեպքում ուշադիր լինեն առասարակ տարիքը այստեղ ես կարծում եմ կարևոր չէ, որտեղ հիվանդություններն է բավականին այսպես երիտասարդացել են, թե ախտորոշումն է շատացել, չեմ կարող ասել, դուք եւի ավելի ճիշտ դիտարկում կանեք։ Ինչպես ուշադրություն դարձնեն մարդիկ առասարակ իրենց առողջությանը եւ ինչ նշանների դեպքում դիմեն մասնագետին։ Նայեք, ամենաառաջին ասեմ, որ 22-23 տարի է, որ Հայաստանում եմ, չեմ կարա համեմատեմ, որ հայերի մոտ ու կամ հնդիկների մոտ այդ համեմատություն չեմ կարա։ Ասեմ, հիմնականում ստեղ եմ աշխատել։ Իհարկե, տենց լինում են դեպքերը, որ հիվանդ շատ ուշ է հասնում։ Ամենաառաջին գանգատ, որ մարդ սրտի ինֆարկտի ժամանակ ունենա, այդ սեղմող ցավ է, որ ամբողջ կրծքավանդակ ոնց որ ծանրության զգացում, որ կառաջարագայթվի դեպի զախզերք, դեպի մեջ, դեպի ծնող։ Եվ շատ դեպքերում ես այդ տիպի հիվանդների հետ հանդիպել եմ, որ իրանք մտածել են, որ մրսել եմ, հեսա կանցնի, ու այդ անցնելու պրոսես մի օր, 2 օր, այն դեպքերում արդեն ինֆարկտ զարգանում է ու սրտամկան սկսում է լուրջ դժվել։ Ես կուզենամ ասեմ ժողովրդին, որ այդ տիպի գանգատներում եթե ունեն ցավ կրծքավանդակում սեղմող բնույթի ծանրության զգացում, որ ճանագայթվում է դեպի զակթև կամ ուսեր կամ ծնոտ կամ մեջքին, ամենաառաջին դիմել սրտաբանին, քանի որ մրցակցության դիմաց մենք կարանք դեմ առնենք, բայց ինֆարկտ, որ սկսում է զարգանալ եւ սրտամկան սկսում է դժվել, ընդդեք կյանքի ցուցումով ինչքան շուտ միջամտության արվի, այդքան լավ, այդքան սրտի վերականգնում ավելի հեշտ է։ Եվ երկրորդ կուզենամ խոսալ դրա մասին, որ սրտային այդ հիվանդներ, որ ստենտավորված են, իրանք գանգատ ունեն, չունեն,
պարտադիր է, որ գոնե տարվա մեջ մեկ անգամ այդ սրտաբանին դիմել, ստուգվել, գանգատների դեպքում ավելի շուտ, քանի որ հիմնականում սրտամկանի ինֆարկտ զարգանում է սրտի անոթների կցանման պատճառով, որի հիմնական պատճառ բարձր խոլեստերինն է, եւ ընդդեք ամենամեծ դեր խաղում է ապրելակերպ։ Եվ հիվանդներ, որ ստենտավորում են, մտածում են, հեսա դեղ ենք օգտագործում ու ամեն ինչ նորմալ է լինելու։ Դեղեր շատ սահմանափակ դեր են խաղում ընդդեք, իրանք կողքից օգնում են, բայց միջև այդ ապրելակերպի փոփոխություն չլինի, մենք չենք կարող այդ հիվանդությունի աճ դանդաղացնել։ Այդ Եվ մինչև նշանները ինչ անենք, որ այդ նշանները չհայտնվեն։ Ոնց որ ասացի, ապրելակերպի փոփոխություն, վնասական սովորություններ, ծխել, քմել սահմանափակ, ֆիզիկական ակտիվություն այսօրվա կյանքի մեջ շատ մեծ դեր է խաղում։ Ֆիզիկապես ակտիվ մարդ ավելի քիչ է հիվանդանում գրիպով կամ բանով, նույն ձևի ճնշման խնդիրներ քիչ է ունենում։ Ֆիզիկապես ակտիվություն, առողջ սնունդ եւ հանգիստ լինել, զգացմունքային ֆոնելը շատ ազդում ճնշման վրա։ Եթե այսօր լարված ենք կամ գիշեր չենք քնել, կարող է մյուս օր բարձր ճնշում ունենանք։ Նորմալ մարդ առողջ ապրելակերպով, ապրելակերպի հետ նորմալ քնել 6-ից 7 ժամ շատ կարևոր դեր է խաղում։ Եվ ուտելիք ինչքան թեթև լինի, այդքան օրգանիզմի մետաբոլիզմ հանգիստ կարողանում է այդ ամեն ինչ կազմակերպի օրգանիզմի։ Եվ ամենակարևորը հետևել օրգանիզմի նշաններին, որտեղ օրգանիզմը ամենախելացին է եւ ամենաառաջինն է հուշում քեզ հիվանդության մասին։ Այո, ճիշտ եք, եւ չի լինում տենց դեպքեր, որ մեր օրգանիզմը մեզ սկսում է հենց մեսեջներ տալ, որ լավ չեմ։ Այն վաղ որ ինք ասում են լավ չեմ, մենք պետք է լսենք, ասենք լավ, գնանք բժշկին միատնայինք, ստուգվի։ Բժիշկ Մարգարյան, անոթային հիվանդություններն էլ են մեր օրերում բավականին շատ տարածվել եւ գուցե մարդիկ որոշակի ախտանշանների դեպքում ուշադրություն չեն դարձնում։ Մի փոքր էլ ձեր մասով մանրամասնենք, ինչ ախտանշանների դեպքում, ինչ առաջին ազդանշանների դեպքում ականջի հետև չգցեն մարդիկ եւ դիմեն բժշկի, եւ եթե նույնիսկ նշաններ չկան, տարեկան կան նման հետազոտություններ կամ թեկուզ անալիզներ, որոնք կարող է հիվանդը հանձնել հասկանալու համար արդյոք անոթային խնդիր ունի կամ կարող է ունենալ թե չէ կամ առաջացման եզրին է։ Ինչպես բժիշկը ասեց, քանի որ համակարգը մեր բավականին ընդհանուր է եւ կոչվում է սիրտանոթային համակարգ, տվյալ ապրելակերպ, ապրելաոճը վերաբերում ոչ միայն սրտային գանգատները, բոլորին է վերաբերվում դա եւ մեր ուղիղ կապված է իրար հետ եւ անոթային համակարգում նույն ձևի ապրելակերպն է որպես պրոֆիլակտիկ պետք է օգտագործել, իսկ եթե առանձնացնենք որպես հիվանդությունները ամենատարածվածը եւ ամենահաճախ հանդիպողը եւ ամենաշատ խոսացվողը սկսենք վարիկոզ հիվանդության երեկային համակարգի եւ հայտնի է ստում գաղտնիք չէ բոլորի համար, որ երակները երբ որ սկսում են արտառոց երևալ, տհաճ երևալ, դա արդեն նշաններ է, որ ինչ որ մի բան այնտեղ կատարում է։ Դրանց հետո արդեն առաջանում են իրենց սիմպտոմները ծանրության զգացողություն, հոգնածության զգացողություն, ավելի շատ երեկոյան ժամերին, մի քիչ ավելի ծանր դեպքերում այդտեղ միանում է քոր, մաշկի գույնի փոփոխություն եւ արդեն շատ մի քիչ ավելի խորը ծանր դեպքերի մասին, որտեղ կարող են առաջանալ տրոֆիկ խոցեր, վերքեր, ոտքերին եւ այլն, հա։ Դա վարիկոզ հիվանդության մասով եւ կուզեի եւս մեկ բան ավելացնել, որը նույնպես հասանելի է արդեն Ռակապան բժշկական կենտրոնում, վերաբերում սկլերոտերապիաներին, այսինքն դա անոթային վիրաբուժության էսթետիկ մասն է, որը առողջական չէ, վերաբերում է միայն արտաքին տեսքին, անոթային վիրաբուժության նորից կրկնեցի էսթետիկ մասն է։ То есть տհաճ երևացող մանր անոթային ցանցը ոտքերի վրա հիմնականում կանանց, ովքեր չեն ուզում իրենց ոտքերի վրա երևա, արդեն կարողանում ենք սկլերոտերապիայի միջոցներով կամ լազերային աբլյացիաների միջոցով առանց վիրահատական միջամտությունների շատ փոքրիկ գործողություններով վերացնել այդ ամենը նորից հասանել է Կապանի բժշկական կենտրոնում։
Իսկ ավելի խորը հիվանդությունների մասին կարելի ասել շատ ծանր պրոֆիլի մասին, դա դիաբետիկ ոտնաթաթն է, շաքարային դիաբետի հիվանդության պատճառով առաջացված սնուցման եւ նյարդերի ոչ ադեկվատ զգացողության հետևանքով առաջացած վերքեր, թերսնուցում, որից կարող է առաջանալ սկսվող փտախտ, որից արդեն վերջույթի կորուստ ընդհանուր մինչև մահ կարող է առաջանալ, շատ կարևոր է այստեղ հնարավորինս շուտ զբաղվել այդ ամենով, սկսած պրոֆիլակտիկայից, այսինքն սովորեցնել հիվանդին, շաքարային դիաբետով հիվանդին ճիշտ խնամել ոտնաթաթերը, ճիշտ խնամել վերջույթները, ճիշտ կարողանան եղունգների կտրելը, եղունգների մշակումը, չվնասել վերջույթները, որովհետև դեռ միկրո վնասումներ իրենք իրենց հերթին կարող են բերել մինչև ինֆեկցիաներ տարբեր հարուցիչներով, ընդհանուր մինչև նորից սկսել փտախտ եւ այլն, հա, շատ կարևոր է նաեւ կրթել հիվանդին, թե ոնց պետք է իրեն պահի, ոնց պետք է ինքը ապրի, որպեսզի չառաջանա մոտ նման բաներ։ Զարկերակային բոլոր խնդիրները, հա, իշեմիաները, այսինքն սնուցման խանգարումները, դա կլինի աթերոսկլերոզի հետևանքով, դա կլինի տրոմբոզի հետևանքով, իրանք բոլոր պրոֆիլները լինում են։ Դա նշանակում է քայլելու ընթացքում ցավի առաջացում, արդեն տարածությունը գնալով կարճանում է քայլերը ոտքերում, ձկնամկաններում, ուժեղ ցավ, փոփոխվող կաղություն, այսինքն մեկ ոտքից ցավը մյուս ոտքին է անցնում, մարդը զգում է, որ չի կարող նորմալ քայլել, չի կարող աստիճաններ բարձրանալ, պետք է արդեն հրատապ դիմի անոթային վիրաբուժի, որ արդեն հետազոտվի եւ հասկանանք ընթացքը։ Պատճառները տարբեր կարող են լինել, ինչպես ասաց արդեն բժիշկը, ամենաառաջին դա աթերոսկլերոզն է, այսինքն խոլեստերինի բարձրացում, որը կարող է բերել աթերոսկլերոզ հիվանդության ինչպես ստորին վերջույթներում, այնպես էլ սրտամկանի, սիրտը սնուցող անոթներում, այնպես ուղեղը սնուցող անոթներում։ Այդքանն է։ Մեր հասարակության մեջ ընդունված է, որ ասում են անոթային խնդիր հիմնական կանանց են պատկերացնում, բայց տղամարդկանց շրջանում էլ է բավականին տարածված։ Վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, կանայք են ավելի հետևողական այդ հարցում, թե տղամարդիկ։ Շատ դժվար է վիճակագրությանը հետևել, որովհետև վիճակագրությունը ինքներս անում ենք դիմող հիվանդներից դիմելիության մասով բնականաբար նկատի ունի։ Դիմելիությունը միանշանակ կանանց մոտ որպես անոթային պաթոլոգիաները շատ ավելի շատ են, եթե մենք խոսում ենք երակային համակարգում։ Իսկ եթե մենք խոսում ենք զարկերակային համակարգի ստորին վերջույթների մասին է խոսքը գնում, ոչ թե սրտի կամ ուղեղի։ Եթե ստորին վերջույթի զարկերակները արդեն պաթոլոգիաներով դիմելությունը տղամարդկանց մոտ է շատ, երակային համակարգում կանանց դիմելությունն է ավելի շատ։ Որպես ամփոփում ասվածին ինչ կավելացնեք։ Կուզենայի նաև ավելացնել լիմֆոստազների մասին, դա ստորին վերջույթների եւ ոչ միայն ստորին վերջույթների եւ վերին եւ ամբողջ մարմնի այտուցների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, բայց պետք է հասկանալ, որ ամեն այտուց չէ, որ դա լիմֆոստազ է, այսինքն երիկամային անբավարարությունների ժամանակ կարող է առաջանալ, սրտային անբավարարությունների ժամանակ կարող է առաջանալ եւ կարող են բոն լիմֆոստազներ կամ արդեն երկրորդային լիմֆոստազ, ինչ պատճառներով առաջացած, դա կլինի տրավմատիկ լիմֆոստազ, ուռուցք, հետվիրահատական եւ այլն։ Այտուսների դեպքում արդեն պետք է դիմել եւ արդեն հետեւել, հասկանալ, տեղում նորից եմ ասում, կատարում է լիմֆդրենաժ եւ բանտաժարում եւ հասանելի է ամբողջ էտապը տվյալ ծառայության կապանի բժշկական կենտրոնում։ Այսինքն բացառիկ դեպքերը հաշվի չառնելով, որ գուցե շատ բարդ վիրահատական միջամտությունները, մնացած բոլոր այն ստատիստիկ վիճակագրական միջին, այսպես խնդրով բոլոր մարդիկ կարող են հենց տեղում բուժօգնություն ստանալ եւ հետազոտվել եւ համապատասխան արդեն ինչ վերաբերում է լիմֆոստազին, ոչ միայն միջին վիճակագրական, այլ կարող են դիմել ամենաբարդացած, քանի որ նախ դա վիրահատական միջամտություն չէ, ինքը լիմֆդրենաժը իրանից ներկայացնում է ապարատային միջամտություն, կատարում առանց որևիցե կտրվածքների, առանց որևիցե
բացվածքների, ինքը անցավ է, ինքը տհաճ չէ, որովհետեւ տհաճություն չունի, բայց հետևել է պետք իրեն, քանի որ դա քրոնիկ պաթոլոգիա է եւ երբեք չի կանգնում այդ ընթացքի հիվանդության եւ ինքը ունի աստիճաններ, որ միշտ աստիճանները փոփոխվում են դեպի վատը։ Դուք ինչ կավելացնեք։ Դե բացի սրտաբանության, որպես թոքաբան, արդեն պլաններ սենց են, որ շուտով կունենանք սպիրոմետրիայի սարք։ Այդ սպիրոմետրիա կուզենամ ներկայացնեմ, որ իրանից ինչ է ներկայացնում, այդ հետազոտությունին չեմ։ Ընդհանուր թոքերի ծավալ հասկանալով մենք կարանք հասկանանք այդ շնչարգելություն, որ սրտի հետ կապ չունի, այդ ծավալների հետ է, թե ինչ-որ քրոնիկական թոքերի խնդիր է, թե ասթմա է, թե ալերգիայով է բանում է։ Մենք շուտով Կապանի բժշկական կենտրոնում այդ ծառայությունները արդեն սկսելու ենք ու հույս ունեմ, որ շատ հիվանդներին օգուտ կտա, որ այդ տիպի գանգատներով են եւ գնալով ես վերջին 4-5 ամիս որ անընդհատ գալիս եմ, տեսել եմ, որ շատ կարիք կա ամեն անգամ գալուց հիվանդի հարազատներ հարցնում են, որ մյուս անգամ երբեք գալու, որ հարևաններին պիտի բերեմ, սենց կարիք կա եւ տեսնեմ, այս մոտակա ժամանակ կարող է օրեր մի քիչ ավելացնեմ, ստեք ավելի շատ ժամանակ տրամադրեմ նաև թոքաբանություն զարգացնենք Կապանի բժշկական կենտրոնում։ Իսկ այդ սարք հնարավորություն կտան նաև վաղ շրջանում ուռուցքները հայտնաբերելու, թե դա դրա համար չի նախատեսված։ Հնարավոր է։ Որովհետև հատկապես տղամարդկանց շրջանում շատ տարածված է թոքի ուռուցքը։ Այո։ Եվ քանի որ ուռուցքի հետևանքով ամենաառաջին գանգատներ շունչն է։ Տենց ասացված կա, որ ամեն մի անգամ շնչելով մենք մեր կյանք 8 րոպե երկարացնում ենք։ Եթե շունչ չկա, մենակ 8 րոպե ժամանակ ունենք։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հետաքրքիր տեղեկատվության համար եւ մասնագիտական եւ այսպես կոմերցիոն կարելի ասել։ Առողջություն մեր բոլոր հիվանդներին, ամենակարևորը առողջություն ձեզ, որ կարողանաք գալ Կապան, Սյունիք եւ այդտեղում իսկապես մարդիկ դրա կարիքը շատ ունեն։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք առողջապահական ոլորտից, մասնավորապես անոթային վիրաբուժությունից, սրտաբանությունից, մի քիչ էլ թոքաբանությունից, իսկ իմ հյուրերը անոթային վիրաբույժ Մհեր Մարգարյանը եւ թոքաբան սրտաբան Պանկաց Սինքներ։ Հաջողություն։